Շնորհակալություն, տիկնայք և պարոնայք, 2013 թվականի պետական բյուջեն, որի կատարման հաշվետվությունը քննարկում ենք, կազմել և իրագործել է ոչ թե գործող, այլ նախորդ Տիգրան Սարգսյանի կառավարությունը, որը հնգամյա գոյությունից հետո հրաժարական տվեց 2 ամիս առաջ։ 2013 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունն ըստ այդմ հարմար առիթ է Տիգրան Սարգսյանի կառավարության գործունեությունը ամփոփելու համար։ Ինչպիսին էր ուրեմն Տիգրան Սարգսյանի կառավարությունը։ Թույլ տվեք արձանագրել, որ դա երրորդ հանրապետության ամենասկանդալային կառավարությունն էր, ամենասկանդալային վարչապետով։ Այդ կառավարության թույլ տված սկանդալներն այնքան շատ են, որ նույնիսկ հնարավոր չէ դա մեկ ելույթի մեջ տեղավորել, ուստի առավել կարևորները հիշատակելու համար ես Տիգրան Սարգսյանի կառավարության թույլ տված սկանդալների հիթ շքերթ եմ կազմել եւ այժմ կփորձեմ ձեզ ներկայացնել դրանց թոփ տասնյակը։ Եվ այսպես 10-րդ տեղում Տիգրան Սարգսյանի 2008 թվականի հոկտեմբերի 22-ին ազգային ժողովի հարցուպատասխանի ժամանակ արած հայտարարությունն է, երբ պատգամավոր Արտակ Դավթյանի հարցին ի պատասխան նա առաջարկեց տնտեսական ճգնաժամի դեմ պայքարի մի զարմանալի մեթոդ, ասեց հնարավորինս չափ քիչ խոսել ճգնաժամի մասին կամ այն աղետի մասին, որ մեզ սպասում է։ Ինչքան շատ դրա մասին խոսենք, այնքան հավանականությունը, որ այդ ճգնաժամը կլինի, մեծանում է։ Ինչու է հայտարարությունը սկանդալային, որովհետև 2008 թվականի հոկտեմբերի 22-ին, երբ ճգնաժամը արդեն մտել էր մարդկանց տները, երկրի վարչապետը դեռ հույս ուներ, որ հնարավոր է դա շրջանցել, եւ դրա համար առաջարկում էր ինչ չխոսել դրա մասին։ Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը 2009 թվականին արձանագրեց 14.8%-ի տնտեսական անկում, այս ցուցանիշով երկրորդ տեղը զբաղեցնելով աշխարհում։ 9-րդ տեղը հիթ շքերթի զբաղեցնում է արդարադատության նախկին նախարար, այժմ ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի 2014 թվականի փետրվարի 19-ին թույլ տված հայտարարությունը, երբ նա խորհրդարանի 1/3-ի հասցեին ասաց ղալաթ են անում, ընդ որում սա ասում էր այն պարագայում, երբ 1/3-ը ընդամենը փորձում էր կամ ուզում էր իրացնել իր սահմանադրական լիազորությունը։ Եվ սա ասում էր մի կառավարություն, որը ժամանակ առ ժամանակ խոսում էր քաղաքական նոր կուլտուրայի զարգացման մասին, ընդ որում մինչև օրս որևէ պատշաճ ափսոսանքի խոսք այդ մասին չի հնչել։ 8-րդ տեղում Տիգրան Սարգսյանի հարբած վիճակում հայտնվելն էր հանրության առաջ, դա տեղի ունեցավ 2011 թվականի նոյեմբերի 11-ին մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ։ Այստեղ ի՞նչն է պրոբլեմը։ Պրոբլեմը ոչ թե այն է, որ ալկոհոլ օգտագործելու մեջ ոչ մի կրիմինալ չկա, բայց եթե մարդը ի վիճակի չէ գնահատել իր անձնական վիճակը, թե ինչ վիճակում է ինքը գտնվում, ինչպես էինք մենք նրանից ակնկալում, որ նա կարող է գնահատել երկրի տնտեսության վիճակը։ 7-րդ տեղում, ընդ որում հետաքրքիր բան, Տիգրան Սարգսյանը այդպես էլ միջև վերջ խոստովանեց, որ ինքը եղել է հարբած։ Չնայած այդտեղ քննարկելու բան չկար։ Ամեն ինչ պարզ էր, հաստատ ու ակնհայտ։ Սա ցույց է տալիս հանրության նկատմամբ վերաբերմունքի մասին։ Նույն գործելակերպով Տիգրան Սարգսյանը աչքի ընկավ նաև 2011-ին մեկ այլ առիթով, երբ 168 ժամ թերթի հունիսի 28-ի համարում տված հարցազրույցում նա արել էր հետևյալ արտահայտությունը. Ինչ անենք, ամեն ինչ անենք, որպեսզի մարդիկ չփախչեն Հայաստանից, որ այդ կրիտիկական զանգվածը մնա այստեղ ու այստեղ լինի հեղափոխություն։ Սա իսկապես սկանդալային հայտարարություն էր եւ այստեղ նրբությունը էլի մեկն էր։ Եվ խորհրդանում նույնիսկ այս ամբիոնից միջև վերջ Տիգրան Սարգսյանը պնդեց, որ ինքը նման բան չի ասել։ Եվ ինչ տեղի ունեցավ հետո համացանցում հայտնվեց այդ հարցազրույցի ձայնագրությունը, որտեղից երևում են այսօր յուրաքանչյուրը կարող է մտնել ինտերնետ եւ լսել, որ մարդը բառացիորեն ասել է ինչ որ թերթը վերագրել է իրեն։ Սա մեր հիթ շքերթի 7-րդ հորիզոնականն էր։ 6-րդ հորիզոնականում գազի սկանդալն է հանրահայտ, երբ կառավարությունը 2011 թվականից մինչև 2013 թվականը հարությունից թաքցրել էր մի փաստ, որ
Գազի գինը Հայաստանին մատակարարվող Ռուսաստանից թանկացել է։ Սա արել էր ընդամենը մի բանի համար՝ 3 ընտրություն գլուխ բերելու մի կերպ, ինչպես իրենք են ասում, ճակերտավոր վստահության քվե ստանալու համար։ Եվ ազգային ժողովի նախագահական Երևանի քաղաքապետի ընտրությունները գլուխ բերելուց հետո ասին գազը ոչ միայն թանկացել, այլև $300 միլիոն պարտք են կուտակել, ու այդ պարտքի դիմաց պետք է Հայրոս Գազարդի մեր ունեցած այդ պուճուր մնացած բաժնետոմսը փոխանցենք Ռուսաստանին։ Եվ այդպես էլ արեցին։ 5-րդ հորիզոնականում արագաչափեր, չարաբաստիկ եւ տեսախցիկներ երթևեկության հետևող տեղադրելու որոշման մասին է։ Ասել եմ, բայց էլի կարծում եմ արժե կրկնել, որ 2 տարվա ընթացքում այս գործիքը, այս որոշումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա դրել է լրացուցիչ 11 միլիարդ դրամի բեռ։ Այս տարի գուցե թե այդ բեռը արդեն կհասնի 20 միլիարդ դրամի։ Ես ուզում եմ ճիշտ հասկանանք, ինչ է նշանակում այս բեռը։ 11 միլիարդ դրամ, որ մարդիկ նախկինում օգտագործում էին իրենց երեխաներին կոշիկ առնելու, հագուստ առնելու, իրենց ընտանիքը բարեկեցությունը ապահովելու, հանգստանալու, որևէ ուրիշ սնվելու համար ուղղակի, հիմա այդ 11 միլիարդ դրամը տալիս են ոստիկանությանը, security dream ընկերությանը եւ հանրային կարծիքի եւ համոզմունքի համաձայն, այդ թվում Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի։ 4-րդ հորիզոնականում մեր հիթ շքերթի Նայիրիտի հետ կապված հանրահայտ սկանդալն է, երբ Տիգրան Սարգսյանը 2006 թվականին լինելով ԱՊՀ միջպետական բանկի ռոտացիոն նախագահ 70 միլիոն դոլարի վարկ տվեց Ռայնովիլ անունով մի անհայտ ընկերության, որը ոչ մեկ չգիտեր այդ ինչ ընկերություն է, այդ ընկերությունը նույնիսկ պատշաճ գրասենյակ չուներ։ Այդ ընկերությանը վարկ տվեց իբր Նայիրիտը նորից աշխատացնելու համար։ Եվ արդյունքում ինչ եղավ Նայիրիտը հերթական անգամ սնանկացվեց։ Իդեպ Հայաստանի վերջին 10 տարվա եւ իշխանությունները եւ ավելի Նայիրիտի սնանկացնելու գործով մեկը մյուսին ուղղակի աբգոն են անում, գալիս են սնանկացնում, պարտքերը մեծացնում, գալիս են սնանկացնում, պարտքերը մեծացնում։ Այստեղ խնդիրը նրանում է, որ ըստ մամուլի հրապարակումների Նայիրիտը 300-ից 400 միլիոն դոլար կուտակեց։ Այդ ընթացքում Տիգրան Սարգսյանի եղբայրը լինելով Նայիրիտի փոխտնօրեն, ըստ մամուլի հրապարակումների ստացավ աստղաբաշխական թվերի աշխատավարձ, իսկ այսօր Նայիրիտի հազարավոր աշխատողներ մինչև օրս չեն ստացել իրենց նախկինում կուտակած մոտ 1 տարվա աշխատավարձը։ 3-րդ հորիզոնական այդ կൂട്ടակային կենսաթոշակի համակարգի ներդրումներ, այդ սկանդալային համակարգի ներդրումը, որ սահմանադրական դատարանը ճանաչեց հակասահմանադրական։ Դե պատկերացրեք այդ որոշումը, այդ համակարգը ինչքան է հակասահմանադրական, որ նույնիսկ մեր սահմանադրական դատարանը ստիպված է այն ճանաչել հակասահմանադրական։ Այդ նշանակում է հակասահմանադրականության բոլոր ռեկորդները խփել։ Երկրորդ հորիզոնականում Արարատյան դաշտավայրի արտեզյան ջրերի պատմություններ։ Տիգրան Սարգսյանը լինելով ջրի, ի պաշտոն է ջրի ազգային խորհրդի նախագահ, նրա պաշտոնավարության ընթացքում մենք կանգնած ենք Արարատյան դաշտի արտեզյան ավազանը կորցնելու եզրին։ Սա էկոլոգիական աղետ է, լրջագույն աղետ Հայաստանի համար։ Ես կարծում եմ նույնիսկ մենք բոլորս այդ աղետի մասշտաբներն ու նշանակությունը դեռևս ամբողջությամբ չենք գիտակցել։ Եվ իհարկե առաջին հորիզոնականում հանրահայտ օֆշորային սկանդալն է, երբ Տիգրան Սարգսյանի կառավարությունը Հայաստանի գործարարներին է ներկայացնում մի անհայտ մարդու, իբր Սիերա Լեոնեում ադամանդի հանքեր ունի, մարդկանց համոզում է ներդրումներ կատարել, կառավարության միջնորդությամբ 10 միլիոն դոլար է փոխանցվում վարկ օֆշորային գոտի Կիպրոս մի ընկերության, այդ վարկ իր նպատակին չի ծառայում, փոշիանում է եւ հետքեեմ լրատվամիջոցը պարզում է, որ 10 միլիոն դոլարը ուրեմն դոլար ստացած ընկերությունը պատկանում է Տիգրան Սարգսյանին, այդ տխրահարչակ գործարար Աշոտ Սուքիասյանին եւ Արարատյան հայրապետական թեմի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Նավասավ Տճոյանին։ Իսկ այս պատմության ընթացքում մեկ այլ հայտնի գործարար Փայլակ Հայրապետյանը կորցնում է իր ունեցվածքը։ Եվ այս ամենի արդյունքում պարզե մենք պետք է ունենայինք այն ցուցանիշները, որ ունենք, բնակչության նվազում, աղքատության աճ, օտարերկրյա ներդրումները այս ընթացքում կրկնակի Տիգրան Սարգսյանի կառավարության ընթացքում կրկնակի պակասել են։ Եվ Տիգրան Սարգսյանի կառավարությունը կառավարության հաշվետվության մեջ գրել է, որ գործարարության
ոլորտում մենք անցել ենք Ֆրանսիային։ Ինչպես ասում են, կանգ առ երկրագունդ, այստեղ իջնող կա։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հիշը քերտնավարտվեց, անցնենք ելույթներին։ Միքայել Մելքումյան։ Հարգելի